Նախ ոչ միայն տեղյակ ենք, այլ նաև ոչ միայն այս դեպքի, այլ նաև դրան նախորդող դեպքերի հետ կապված հատուկ հայտարարություն ենք տարածել, եթե չեմ սխալվում, երկուշաբթի օրը, եւ բնականաբար ընդհանրապես վատ վերաբերմունքի բռնության դեպքերի հետ կապված ցանկացած ահազանգ ինձ համար շատ մտահոգիչ է եւ պետք է ոչ միայն կարողանանք այնպես անել, որ կանխարգել ենք այս դեպքերը, այլ նաև պետք է կարողանանք պատշաճ քննություն ապահովել այս դեպքերի հետ կապված։ Խոսքը միայն ձեր նշած դեպքի մասին չէ ընդ որում, որովհետև մենք նաև նախորդ օրն ենք նաև նախորդ օրն ենք էլի ահազանգ ստացել նմանատիպ մեկ այլ դեպքի հետ կապված, այս մասով պարզաբանումներ ենք առաջին հերթին պահանջել իրավասու պետական մարմիններից, բայց ես նաև պահանջել եմ պատշաճ քննություն իրականացնել այս գործերով, որովհետև դա միակ գործիքն է, որի միջոցով հնարավոր է ճշմարտությունը բացահայտել, ճշմարտությունը պարզել եւ նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել։ Ինչ են ասել, որ պարզաբանում եք բանջակի իմանայր, մեկ էլ երբևէ կարող եք այս ընթացքում ինչ-որ նման դեպքեր եղել են և դուք դիմել եք, պարզաբանում եք բանջը, հետևողական եք եղել ենթադրում եմ, որ պատշաճ իրականացնի, ինչ-որ մեկը պատրվել է, այդպես պատրվման դեպք կա պատասխանություն վերցնելու դեպքում։ Ես այս պահին դեպքերի մատնանշման վերաբերյալ երևի թե չխոսեմ, մի փոքր ավելի, որպեսզի ինֆորմացիան հստակ լինի, կհավաքագրենք այդ ամենը, նաև հիմա տարեկան մեր զեկույցն ենք ու տարեկան հաղորդումն ենք նախապատրաստում, այդվում այս հարցերի հետ կապված եւ իմ բարձրաձայնած ամենամեծ խնդիրներից մեկը հենց խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերի քննության հետ է կապված, որովհետեւ ոչ միայն պատասխանատվության միջոցների կիրառման, այլ նաև գործերի քննության մեթոդաբանության հետ կապված բազմաթիվ են խնդիրները, առաջին հերթին օրինակ այն հանգամանքը, որ ըստ միջազգային չափանիշների այս գործերը պետք է շուտափույթ քննության առարկա դառնան, որպեսզի հնարավոր լինի հետագայում նախ ապացույցները արագ պարզել եւ բնականաբար անձանց պատասխանատվության ենթարկել։ Ինչ վերաբերում է այս գործի հետ կապված մենք դեռևս պաշտոնական գրավոր պարզաբանումը չունենք, հենց որ եղավ բնականաբար ես ինքս նաև թափանցիկ կլինեմ հարցի հետ կապված, ինչ վերաբերում է ձեր նշած պատասխանատվության ենթարկելու հետ կապված հանգամանքներին, հիմա վիճակագրությունն ենք հավաքագրում, հենց պատրաստ եղավ, ես շատ մեծ ուրախությամբ նաև հրապարակայնորեն խոսեմ այդ խնդիրների մասին։ Անձնապես ի նկատի ունեք, թե ձեր հարցի էությունը եւ բովանդակությունը անկեղծ ասած չեմ հասկանում։ Բնականաբար ինչպես ցանկացած այլ անուն ազգանուն, երբ դիմող սուբյեկտները կամ մեզ են դիմում կամ դեպքի հետ կապված որևէ տեղեկատվությունը մեծ հասանելի դառնում։ Կոնկրետ դեպքի վերաբերյալ ոչ, կոնկրետ դեպքի հետ կապված ոչ, բայց տեղեկատվությունը հասանելի։ Ինչպես կարող եք պահանջել օրինակ ՆԳՆ-ից, եթե դուք չեք հանդիպել խոշտանգված անձի հետ եւ ինքներդ չեք լսել նրան, ինչպես կարող եք պարզաբանում պահանջել ՆԳՆ-ից։ Հարգելի Լիա, շատ շնորհակալ եմ ձեզ ձեր այս հարցի համար, որովհետև դա ինձ հնարավորություն կտա նաև մի քիչ պարզաբանել այն հնարավորությունները եւ գործիքակազմը, որը ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանում ունի։ Մարդու իրավունքների պաշտպանի գործիքակազմերից մեկը ոչ միայն այն է, որ միայն անձի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա պարզաբանում պահանջել որևէ մարմնից, մշտադիտարկման արդյունքում այս դեպքով կոնկրետ փաստաբան է ներկայացրել տեղեկատվությունը հրապարակային եղանակով, որոնք ոչ թե հենց կոնկրետ մեր գրասենյակի, բնականաբար այս բոլոր տեղեկատվությունները հավաքագրելու միջոցով սա ընդունված մեթոդաբանություն է միջազգային չափանիշներով, հնարավոր է եւ պետական մարմիններից պարզաբանումներ պահանջել եւ նաեւ դեպքերի հետ կապված եզրահանգումներ անել մեր մանդատի շրջանակներում, որովհետեւ սա էլ որպես իրազեկում թե ձեզ թե քաղաքացիներին նորից եմ շեշտադրում, մենք ընդհանրապես չունենք, կներեք Լիա ջան, ներողություն, թույլ տվեք հարցին պատասխանեմ, հետո հաջորդ հարցը կտակ։ Այս գործերի հետ կապված մենք չունենք քննչական մարմինների պես քննություն իրականացնելու հնարավորություն, մենք պարզապես հետևում ենք, արդյոք օրինակ քրեական վարույթ նախաձեռնվում է հարցով, արդյոք քրեական վարույթը իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան թե ոչ, եւ բնականաբար այս բոլոր եզրահանգումների արդյունքում կատարում ենք մեր եզրահանգումը, բայց մենք չենք կարող որևէ կերպ եզրահանգում ներկայացնել այն հարցի հետ կապված, թե չգիտեմ, այս հանցագործությունն է եղել թե ոչ, թե